ministers in the White House with President Trump present last August 8th, but President Aliyev has said, I'll only sign it if and when Armenia amends its constitution to eliminate any ambiguity, and we can go into more detail on that if you want, but anyway, any ambiguity about whether Armenia might have any territorial ambitions regarding Azerbaijan's territory. That's a very difficult thing to accomplish, amending the constitution, especially under political pressure. But it seems Prime Minister Pashinyan is committed to doing it, but politically he needs some help to make it happen. And I think Vice President Vance's visit to Armenia will help provide that political momentum and political cover for Pashinyan to say, we have to go forward with amending our constitution. Ալիևը ասել է, չի լինի խաղաղության պայմանագիր ստորագրելու, եթե Հայաստանը չփոխի իր սահմանադրությունը, չհրաժարվի տարածքային պահանջներից, Արցախից։ Եվ ինչ ասում։ Ջեյ Დი Վենսը հենց գնում է դրա համար Հայաստան, որ հայտնի իր աջակցությունը այդ փոփոխությունների համար, որովհետև Փաշինյանը ինքը մենակ չի կարող դա իրականացնել։ Սա Մեթյու Բրազիլը, որը դեսպան է եղել Ադրբեջանում, սա դեռ կապ չունի դեսպան եղել է թե չի եղել։ Սա այսօր հայտարարեց հենց Ջեյ Դի Վենսը։ Երեք ասեց Գոբլը, այսինքն բոլորովին նշանակություն չունի Մեթյու Բրազիլյան Ադրբեջանի տպավորությունների տակա թե չէ։ Սա Ամերիկայի Միացյալ Նահանգների օրակարգն է այսօր։ Ինչ է պետք այդ ճանապարհը բացելու համար, Ալիև ջան։ Ինչ ես ուզում որ Հայաստանը անի քո համար։ Ինչ դիրքով կանգնացնեմ Հայաստան։ Ուզում ես ատոմակայանը փակեմ, ուզում ես ջրային ռեսուրսներն էլ քեզ տամ, ինչ ես ուզում։ Հա, որովհետև դու ես իմ հենարանը։ Ոչ թե ինչ որ ողորմելի չնչին հալած, որը նույնիսկ սեփական տան մեջ որոշումներ կայացնելու իրավունք չունի, ոչ բարոյական, ոչ ֆիզիկական։ Սա է այսօրվա Ամերիկայի Միացյալ Նահանգների վերաբերմունքը Հայաստանին։ Դե հիմա կարելի է ուղղակի միակողմանին ասել դրանց սրիկա կարելի է, բայց երևի առաջին սրիկան նրանք են, ովքեր Հայաստանը բերել են հասել են այս վիճակի, որ տերությունը, որ դիրքով ուզում է Հայաստանին կանգնացնում է թուրքերի առաջ։ Ընդդեմ ոչ թե իր առաջ, թուրքերի առաջ, որպեսզի թուրքերը իրենց ես ասում թուրքերը ադրբեջանցիներն էլ իրեն նկատում են միասին, որպեսզի թուրքերը այդ երկրների համար որոշակի ծառայություններ մատուցեն։ Ռուսաստանը մեզ այս սկուտերին վրա մատուցեց, որպեսզի ստանա աջակցությունը Ուկրաինայի վրա հարձակվելու համար։ Ամերիկանցես մատուցումը, որպեսզի ստանա ճանապարհի հնարավորություն եւ հազվագյուտ մետաղներ հանելու 9 միլիարդի, որը կոչում է ոչ թե ներդրում, այլ առևտուր, ընդհանրապես արտահանում։ Բայց որը ներկայացնում են որպես ներդրում։ Վաղը ում բերանից լսեք, որ մեծայից լսեք, որ սա ձևակերպել է որպես ներդրում, ուրեմն իմացեք, դուք գործ ունեք կատարյալ հայկահայ սրիկայի հետ։ Դա լինի անհատ, դա լինի մեդիա, դա լինի ով ուզում է։ Դուք ձեր առաջ տեսնում եք կատարյալ սրիկա, հակահայ։ Որտեղ DJ Vance նման բան չի ասում։ Ոչ մի խոսակցության մեջ, ոչ մի ինվեստիցիայի մասին խոսք չի եղել։ Ընդհանրապես եղել է խոսք առևտրի մասին, արտահանման մասին։ Իսկ արտահանում ինչ պետք է հանի։ Մտիկ դեռ մտածեք, ինչ պիտի հանի Սյունիքից այն հազվագյուտ մետաղները, որի համար թաս կանգնեցին ուկրաինացիներին, ասեցին տվեք մեզ, դուք խնդրեմ չունեք, խաղաղությունը արդեն ձեր մոտ հաստատված է։ Հիմա էլ միջև հունիս գնացին, միջև հունիս դες կկոտորեն, հետո էլի կկոտորեն, հետո էլի կկոտորեն, նայած, երբ կհամաձայնվի դադարեցնել կոտորածը Պուտինը։ Ես հիմա հարց եմ տալիս։ Սա նույն երկիրն է, նույն քաղաքականությունը, նույն դեմքերը։ Դուք շարունակում եք այս ամեն ինչի վրա հույս դնել։ Ու ծափ տալ հետախուզական դրոններով, հետախուզել ինչը։ Ձեր վրա թռնող հրթիռները։ Ինչ անելու այդ հետախուզական հրթիռների դեմ։ Դրանք հակառակային պաշտպանություններ չեն։ Դրանք ռազմական համագործակցության պայմանագիր չի։ Դա այն ստատուսը չի, որ Հայաստանին պետք է Ամերիկայի Միացյալ Նահանգների հետ, որը կապահովել իրեն ցանկացած ոտնձգությունից Ադրբեջանի կողմից։
Ոչ, չկա նման բան, նույնիսկ խոսակցություն նման չկա։ Բայց դա կներկայացվի որպես այդպեսին, քանի որ դե մեր ժողովրդի մի մաս երևի ուզում է դիլսի, ուզում է դալսի, որ գնա քնի հանգիստ, որ ինքը չմտածի, այ երկիրը վատ վիճակի մեջ է եւ ինքը պարտավոր է մի բան անել։ Գնա գլուխը մտցնի վերմակի տակ ու հանգիստ քնի, ասի ինձ խափել են, բայց ես ուզում եմ խափված լինել, որովհետեւ ես ուզում գիշերը հանգիստ քնել։ Դե ինչ, դա էլ ընդունություն է։ Ես չեմ կարող ասել, արդյոք ինչ են այդպես արվում։ Բայց որ դա լավ իմանան դրա հետևանքը։ Լսեք, ոչ մի բան փակվում չի։ Լսեք։ That's not really an option for all the nevuas, all the prophecies. And not only goyim as individuals, you could say that we broke down their nationalities and they're all a bunch of yechidim running around. Ասում եմ մենք ոչ միայն այդ գոյերի, ասում եմ արդեն իրանց ազգային պատկանելություններն են, պետություններն են քանդել։ Ընդ որում գոյերի այն տեսակի, որ պետականություն ունեն, որ մշակութային ժառանգություն ունեն, լսեք։ No, as nations even. As goyim, they're gone. Նույնիսկ որպես nation, որպես ազգ, արդեն նրանք գնացել են, չկան գոյություն չունեն։ Their personality, as they exist bifnei atzmam, as they would exist independently of Klal Yisrael, they don't exist. Չկա ասում եմ, որպես անկախությունն արդեն գոյություն չունեն, տենց ազգեր ասում եմ։ In modern terminology, they call it cultural genocide. Լսեցիք։ Մոդեռն բարերով նրանք կոչում են սա մշակութային ցեղասպանություն, շուտում է։ Սա այն է, ինչ որ մեր հետ անում են։ Սա այն է, ինչ որ մեր հետ ալվում է, որին ծափ են տալիս հայկական ազգանունով, չգիտեմ դրանց ինչ ասես, գոյերը։ Լսեք, դուք մեկա գոյ եք ինձ համար։ Ինչպես բոլորս։ Սա այն է, ինչ որ իրականացում է մեր նկատմամբ։ Ոչ միայն մեզ զրկել պետականություն ունենալու հնարավորությունից, այլ կոտրել մեր ամենակարևորը ինքնությունը, պատմական ժառանգությունը, ազգի կառուցվածքը։ Հիշում եք Էրդողանը ինչ էր ասում։ Հայերին, իր գրքի մեջ է գրել, այն գիրքը, որը Փաշինյան Նիկոլաս Սեղմել է գրքին, հայերին դեռ ազգի զգացողություն է տալի երկու հանգամանք, դեռ եկեղեցին ու սփյուռքը։ Իրականում ոչ մի բան չկա դատակացում։ Եկեղեցին է սփյուռքն էլ հարցակման տակ է եւ դրանց կոտորելը ժամանակների բան է։ Փշուր անելը, որովհետեւ եթե չկա պետություն, հայկական պետականություն, ում շուրջն է հավաքվելու սփյուռքը եւ ում է ներկայացնելու հայկական եկեղեցին։ Bonjour les gars, comment tu t'appelles? Dan. Aujourd'hui on fait des cadeaux avec Betclic. Ok. 2 places pour aller assister à l'UFC Paris avec aller-retour et une nuit d'hôtel sur Paris. Faut juste relever le petit défi Betclic. Ok, avec plaisir. Tu dois faire un sparring de 1 minute face à une fille. Ok. C'est une blague, hein? 1 minute face à une fille. Չէ, իրանք ուրախ են։ There's a term for it by the progressives. It's called cultural genocide. Հեգնում է։ Առաջադեմ մարդկությունը տերմինոլոգիա է, հոդին է մշակութային ցեղասպանություն։ Սա այն է ինչ որ իրենք իրականացնում են աշխարհով մեկ, մասնավորապես հայերի։ Ես ես հիմա հարց եմ տալի, այդ ո՞ր երկիրն է, որ այդպես զրկվում է պետականությունից, ով երկիրն է, որի մշակութային ժառանգությունը քանդում են, ավիրում են։ Ո՞ր երկիրը։ Բնականաբար դա ասեն, չգիտեմ, Ֆրանսիան չի կարող լինել, չէ՞։ Հիմա իրանց քրիտիկ պաղեստինցիներն են, որոնք ուղղակի ժողովուրդ են, դա մշակութային ժառանգության մասին խոսք չի կարող լինի։ Իրաքում կար, ավիրեցին, Սիրիայում կար, ավիրեցին, Լիբանանն են ավիրում, որը խոշոր կենտրոնն է։ Եվ հիմա ո՞րն են ավիրում։ Գուշակեք։ Արցախ եւ Հայաստան։ Սա իրասիրագին է, սրանք իրանք որովհետեւ երբ չկա դիմացը ազգային ինքնություն, չկա ոչ մի դիմադրություն։ Իրանք գործ ունեն գոյերի, ասենք հոտի հետ, ասենք ոչխարների հոտի հետ, որը ոչ մի բանի շուրջ չի կարող համախմբվի, ոչ մի պահանջ չի կարող ներկայացնել, ոչ մի քաղաքական եւ տնտեսական սոցիալական օրակարգ չի կարող ունենալ։ Նրա միակ օրակարգը կուշտ ուտելն է։
Իսկ իրեն գոյերի համար սահմանել են այդ խաղի կանոնները։ Գոյերը կերակրում են իրար միաժամանակ վճարելով իրենց աշխատանքով։ Հա, իրենք թույլ են տալի, որ գոյերը աշխատեն, տեսեք, ստրկության կատարյալ ձև ժամանակին ստրկատարները պահում էին, չէ՞, ստրուկներին, աշխատացնում էին ու պահում էին։ Այսօրվա ստրուկներին սրանք չեն էլ պահում։ Ասում են դու պիտի աշխատես, պահես քեզ ու ինձ։ Դու զանից այն կողմ օրակարգ պետք է չունենաս։ Դու պիտի ոտերից տակ չընկնես։ Դե ես նույնիսկ եմ կրկնում, շատերը կամ չեն հասկանում տոտալ, այնքան ապուշ չեն հասկանում, կամ ուղղակի նորմալ է իրենց համար, իրենք էլ են վճարվում այս բանից, թուլափայաստանում են եւ իրանք գոհ են, որովհետեւ իրենք էլ են հասկանում, իրենց ողորմելի գոյության համար ոչ մեկ իրենց ոչ մի կոպեկ չէր տալու։ Դավաճանության համար, միշտ էլ թողտվող լինի, անառակության համար առավել ևս։ Ու վճարում են մարդիկ։ Ստացող ուրախա, վճարողը ուրախա, ովքեր են տխուր, ովքեր կորցնելու բան ունեն։ Ում համար ինքնությունը, հայրենիքը, ժառանգությունը, պատմությունը, հիշողությունը, տեսակը, արժեքը, այ դրանց համար կոմֆորտ չի այսօրվա սրանց աշխարհում։ Սրանց, որոնք ղեկավարում են եւ Ջեյ Վենսներին, եւ Թրամփներին, եւ թելածում են օրակարգը։ Որ երկիրը պետքա պատերազմի մեջ մտնի, որ երկիրը պետքա քանդվի, որտեղով պետքա ճանապարհ անցնի, ում վրա է պետք կրակել, ում վրա պետք չի կրակել։ Ծափ տվեք հայր ջան։ Ով իհարկե ծափ տալիս էլի։ Սա էլ մասնա, որ ես ասում եմ, պատասխանելով Սյունիքով Ադրբեջանը էքսկլավ Նախիջևանին կապող Թրամփի ուղու մասին, Վենսն ասել է, թե իր կարծիքով խնդիրը ներդրումները չեն, այլ այն, որ Հայաստանի վարչապետը հնարավորություն ունենա շարունակելու այդ ծրագիրը։ Չեմ կարծում, թե խնդիրը փողն է, կարծում եմ, որ մեծ հետաքրքրություն կա այս ծրագրի նկատմամբ, ներդրումներ անելու Հայաստանում ու Թրիփ ծրագրում, հայտնային է, թե ինչպես անենք, որ խաղաղության գործարքը հաջողության փուլ տեղափոխվի, ինչպես անենք, որ վարչապետը կարողանա կենտրոնանալ ապագայի վրա։ Ես գիտեմ, որ ընտրություններն առջևում են, այդ մասին չեմ ուզում խոսել, բայց եթե իմ աջակցությունը ինչ-որ բան նշանակում է, ապա նա անշուշտ ունի այդ աջակցությունը։ Նա մի մարդ է, ով կարող է երկարատև գործընկերություններ կառուցել, որպեսզի ծրագրերը գլուխ գան։ Սա մի գիշերում գլուխ եկած բան չէ, ճիշտ ասում։ Բայց օգոստոսի 8-ին հաջորդած ամիսները մենք արդեն նշանակալի առաջընթաց ունենք։ Մի բան մոռացա ասել, սա մի մարդ է, որ երկիրը ողողել է իր ժողովրդի արյան մեջ։ Սա մի մարդ է, որ եկավ այլ տարածքների վրա որպես վարչապետ, այսօր դրա համարյա կեսն է մնացել։ Սա մի մարդ է, որը պատրաստ ամեն ինչից հրաժարվել իշխանություն պահելու համար։ Այսա կլիներ ճշմարիտ։ Բայց քանի որ ինքը ներկայացնում է Թրամփին, իսկ մենք գիտենք ով է Թրամփը, ինքն էլ գիտի ով է Թրամփը, շատ բնորոշ նկարագրել է, չէ՞։ Սրիկատակ, ինչ ասում է դա։ Իրար գտել է։ Սրանց գրողի ծոցը, հարց, մենք ինչ ենք ուզում։ Մենք թող ոչ մեկ չասի, վայ, դե Ամերիկան որոշել է արդեն մենք ինչ կարող ենք անել։ Ամերիկան որոշել է, թող իր համար որոշի։ Թող իր համար որոշի։ Ամերիկան այլ բան ուներ նաև որոշած։ Այլ բան։ Դեռ 100 տարի առաջ։ Երբ սրանք մոռացել են, որ Ամերիկան այլ պարտականություն ուներ Հայաստանի նկատմամբ, որը վերցրել են Վուդրո Վիլսոնի իր վրա։ Ես հարց եմ տալիս, վայ, այս անասունի մեկը չկա ասելու, ընկեր։ Ինչ Թրիփ, ինչ բան, ինչ սահմանադրություն, որ դու հիմա չես, արա։ Դու երկրի ներկայացուցիչն ես, որ ուրիշ պատասխանատվություն ուներ իր վրա։ Հայաստանի նկատմամբ քո երկիրը այլ պատասխանատվություն ունի, ու սրա մասին ոչ մի քաղաքական գործիչ, ուժ, շարժում գրողի տարած չճպսեց երեսին, չդիմավորեց պլակատները, որ ասի, այս տահակ, ինչ Թրիփ, ինչ սահմանադրության փոփոխություն։ Քո երկիրը իմ նկատմամբ պարտականություն ունի, արա, եթե
դու պետականությունդ հազգող մարդ ես, դու այսօր պետք է ներողությունով գայր Հայաստան։ Ներողությունով։ Որ դու խաբել ես մի ամբողջ ժողովուրդ։ Դու չես կատարել քո նախագահի վերցրած պարտականությունը։ Դու այսօր եկել ես ուրիշ նախագահի, ուրիշ թեմաներով ես իմ հետ խոսում։ Մոռանալով անցյալը, բայց քանի հոգի կա իրեն մերսակից չասեմ, իրեն adekvat համարող, որ նույն երկրի արդեն ուրացած փաստը ասել է կարող է բանալի։ Լավ չձևակերպի, որ նույն երկրի ասածը կարող է լուրջ ընդունի, երբ որ նախորդը ուրացել է։ Հարց։ Երբ որ իր աշկի առաջ, իր ճանաչած տարածքը Ադրբեջանի մի շաբաթ առաջ սեփականացում է սահմանադրությունով, չի ասում, հələ մի վարքեն հələ։ Էս ինչ ինքնիրավչություն է տարածքում։ Էս ինչ ինքնիրավչություն է աշխարհում ընդհանրապես։ Երեք ինչի չի ասի, որտեղ ինքը առաջին ինքնիրավչություն իրականացնողն է։ Ուրիշ երկրի նախագահ գողացողն է, ուրիշ երկրից տարած խլողն է։ Հիմա սրանց պարանի խոտ փռողը ով է, ինչ ասես դրանց, ես չգիտեմ։